Դու այդ քո ծրագրերի մեջ դու ոչինչ չունես։ Երեք լսեցի, որ ասեն հնարավորություն կա, որ ձուկը ձմռան են սևանալիճում աճացնել։ Ձկով հնայի կառուցվածքային փոփոխություն ես անում։ Ձկով արտակի պարկի համադրումը հնայի պետության վեցիկի հարցեսություն։ Այդ տնտեսական քաղաքական անվտանգության հենասյուների դերդաշտակեցման ծրագիր ես անում, որ ինչ ես անում։ Ես իրանց երբ որ դրանց զբաղվում, Նարեկ Կարապետյանը տարբեր հարցազրույցները տալի ծրագրերը առաջարկում, ես դեռ չեմ ուզում մտնել, բայց ուզում եմ սովորական մի հատ հարց։ Ուրեմն մեր երկրի հիմնական այս, որ տարածաշրջանում մեկուսացման գնացի, մեր տնտեսությունը չզարգացավ, վերջում երես պարտության ու եսին ինչի կարամբավը կորցրեցինք, հիմա հիմնական պատճառը նա է, որը ժամանակի նաև Վազգեն Սարգսյանի որ ինձ կանչեց, դա է ես իրենոս։ Ասում է, պրոբլեմը տնտեսության մեջ է, ոչ թե բյուջեի մեջ է։ Ասեք, զարգացած երկրները, պրոբլեմները, Ամերիկայի պես երկիրը կամ Ֆրանսիայի, պրոբլեմները, ասեք, բյուջե չկատարելը 3% պրոբլեմն է։ Մեր մոտ 0.00003%-ը, մեր պրոբլեմը տնտեսության մեջ է, բյուջե կատարելու մեջ չի։ Ասեք, այն ծրագրերը, որ դու ասում ես, եկել ես, միլիարդատեր ես, թիմ ես հավաքի, ասում ես։ Մի հատ ես չեմ լսել, մեր պրոբլեմներից առաջինը, հնայի, ասեք, դինամիկա չունենք մենք։ Այդ ամենակարևոր բացի երկիր չի զարգանում, դու ես հնա գիտեք, կառուցվածքը, արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, այդ դինամիկան, որը պետք է ապահովի հնայի բազան մեծանա։ Ասեք, այսօր 100 միավոր է մեր բազան, 25 միլիարդ է, չէ՞ մեր հնան։ Եթե նա 50 չդառնա, 100 չդառնա, այսքան ժամանակահատվածում, մենք այդ զարգացում մեջ դե հիմա ուշադիր լսեք, 100 միավորից 10% տնտեսական աճի, այդ ինչ է, 10 չէ անում, իսկ 1000-ից 10% անում, 0.01, չէ, 0.1 անում, այսինքն այդ դինամիկան ես ուղղակի որպես մակրոէկոնոմիկայի թվերն եմ բերում, եթե դու չապահովես այդ դինամիկայով չապահովես այդ բազան չմեծանա, դու այդ տնտեսական աճը 10% թե 20 թե 30 հասարակ քաղաքացի ոչ մի բան չի զգալու իր ամաշկի վրա։ Դու այդ քո ծրագրերի մեջ դու ոչինչ չունես, այսինքն ես չեմ հանդիպել։ Երկրորդը, եթե դու իրականում, ասենք, ուզում ես երկրի երկրում իրավիճակ փոխես, ուրեմն կա ցանկացած երկիր, դառնի Աֆրիկայում, դառնի Ամերիկան, եսին որտեղ, ցանկացած երկիր երեք քաղաքական ու տնտեսական հենասյուների վրա է։ Դա մակրոսական աճն է, սոցիալ բնապահպանական խնդիրներն է եւ քաղաքական համակարգը։ Մի բան ես քո ծրագրերից, որ դու առաջարկում ես, որը այդ ներդաշնակեցումը եւ զարգացումը պետք է ապահովի այդ երեք հենասյուների, ես չեմ լսել։ Այսինքն քո գալու իմաստը, կուսակցություն ստեղծելու իմաստը, ընդունեք եւ ես կասկածի տակ չեմ վերցնում, չեմ ուզում քննարկել նույնիսկ, որ եկել ես ասենք որպես մեծ բարեգործ կամ բան, ուզում եք կուսակցություն ստեղծել, որի առաջիկա ընտրություններում իշխանություն վերցնես, թե իշխանության մաս կազմես։ Բայց չէ որ այսօր երկիրը կանգնացավ այս պրոբլեմների առաջ, որ հնայի հարաբերությունը, արտաքին պարտքի հարաբերությունը հնայի պետության ռեյտինգը, ասենք կոպիտ ասած դեֆոլտի տակ է, եթե իրական թվերը մենք վերցնենք, դեֆոլտի է։ Այսօր հնայի կառուցվածքի դինամիկա չկա։ Այսօր այդ երեք հենասյուների ամեն մեկի համար ազգային գաղափարախոսության ազգային ծրագիր չկա։ Եվ ո՞նց ես ուզում, եւ դու ո՞նց ես ուզում ես երկիրը այդ փոսից անես, եթե դու ուզում ես անես։ Այսինքն իմ համար առանցքանալի է, առանցքանալի է։ Ճիշտ ժամանակին դեսանտ իջնելը, որ Ադրբեջանի ուղղությամբ կոմունիկացած հակասություն պետք է ստեղծվեր, առավել եւս այդ ծրագրերը, որը այսօր շրջանառության մեջ են դրել, ես որպես մասնագետ եմ ասում իմ չափով։ Եվ իմ կարծիքն եմ ասում։ Ես այդ ուղղությամբ որևէ բան չեմ տեսել եւ նշում եմ չկա։ Երեք լսեցի, որ ասեն հնարավորություն կա, որ ձուկը ձմռան են սևանալիճում աճացնել։ Ձկով հնայի կառուցվածքային փոփոխություն ես անում։ Ձկով արտակի պարկի համադրումը հնայի պետության վեցիկի հարցեսություն։
Այդ տնտեսական քաղաքական անվտանգության հենասյուների դերդաշտակեցման ծրագիրը սանում, որ ինչ է սանում։ Իմ համար անհասկանալի է, որպես մասնագետի անհասկանալի է։ Ամեն մի հենասյունը, որ ասում են մակրոսական իրական աճի, դու պետք է կոնկրետ ասես։ Մենք ինչ ռեսուրս ունենք, ընդ որում ես ձեզ ասեմ, որ Հայաստանը ունիկալ երկիր է այն տեսակետից, միգուցե նաև սա հուշեք իրենց, չգիտեմ իրանք որոշեք, մեր առանձնահատկությունները մենք պետք է ճիշտ հաշվենք, մենք փոքր տարածք ունենք, բնական հանքային ռեսուրսների համաշխարհային գնագոյացման մեխանիզմի մեջ մենք այդ մոնիտոր բանվորացնենք, այդ մեխանիզմի մեջ ինքը բան չունի, նշանակական նշանակություն չունի։ Կարող ասեք բնական հանքային ռեսուրսների բացակայություն նավթ գազի մեջ։ Պատմականորեն ցեղասպանության հետևանքով սպյուրք, չէ՞։ Մեկ էլ մուսուլմանական երկրների շրջափակման վտանգ, ու մեկ էլ եկեղեցի։ Հավատքով, որ ժամանակին այս 5 առավելությունների վրա, օրինակ ժամանակին այդ ծրագիրը, որ այդ շրջանառության որպես առավելություն ու որպես առանձնահատկություն, այսինքն Ադրբեջանը չի կարասի սպյուրք ունեն, հրես ունեն, եւ այլ, առանձնահատկություն եւ այդ բոլորի հետ կապված դու պետք է կարողանաս եւ մեր աշխարհագրական դիրքի հետ միասին այսօր այնպես ծրագիր առաջարկես, որ իրականում սովորական մարդը այսօր պետք է հասկանա ինչ դժվարություններ ունի, ինչ ճանապարհով պետք է լուծվի եւ իր մասնակցությունը որն է։ Ես ինձանից ինչ կարող վերացական բան լինի, բնության օրենքներին հավասար բան չկա, ներդաշնակության մարդկությունը չի կարող բանալ։ Օրինակ ասենք, վարկյանը րոպեա դառնում, րոպե ժամա դառնում, չէ, ժամը օր տարի չէ, այդ պրոցեսը մեկ չէ կարգավորում տա, բնությունն է կարգավորում։ Այդ տնտեսությունն էլ ձևի պետք է։ Առանձին ճյուղի էֆեկտը, ասենք րոպեները ժամ դառնա այդ ձեռնարկության տնտեսությունն է առանձին ճյուղի, ով միասին վերցած համախառնումների աճ։ Պետք է այն ձևի կառուցես քո տնտեսությունը, որ նույնիսկ բնության, ոնց որ ասած, բնության կողմից են չգրված օրենքները դու կարողանաս կիրառես։ Հա, բայց այտենց ծրագրեր հասկանում եք, այս երկրում, տեսեք մի քիչ գլոբալ եք, այս երկրի մասին, այդ կարգի ծրագրեր, այտենց գեղեցիկ գրված նախադասություններ, սենց եւ այլն, այս տարիներին այնքան են եղել, իրենք կարող են վճարովի այդ գրողները բավական լավ կարող են գրել, բայց մեր երկիրը, մեր ժողովուրդը որքանով կարող է վստահի։ Ես ձեզ հավատացնում եմ, մեր ժողովրդի պետք է չտերագնահատել եւ ընտրություններն ցույց տալի, որ 30%-ից ավել 70% մարդիկ չեն մասնակցում, դրանց են հավատում, ոչ դրանց են հավատում։ Եթե դուք ճիշտ եք նկատում, բայց ամեն մի էպիզոդով, թե մակրոսական իրական աճի, տեսության բնական կոնկրետ այնց ծրագրեր պետք է դրվի սեղանին, կարելի է դնել, որ քննադատողներ իմանա ինչ համար է քննադատում, հավատացողներ քո հետ քո կողքի կանգնած է, տես չի։ Ռեալ կոնկրետ մենք այսօր 400 միլիոն տոննա մենակ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բան ունենք, պոչամբար ունենք։ Ոչ մետաղական հանքերի մետաղական ու ոչ մետաղականը եթե վերցնենք, մենք այսօր ամբողջ երկրով մեկ փող ունենք թափած, փող։ Թափածը իր հերթին, մենք տնտեսություն չենք զարգացնում, մենք միայն հում կարտահանող ենք։ Չեղավ որ դա վերամշակ է, մենք մի քիչ այդ ասում եք մակրոտնտեսական այսինչ, եթե ես ձեզ հատ ներկայացնեմ, թե մենակ թափոնները ինչ ճանապարհով, տեխնոլոգիայով եւ այլով, ինչ օգուտ կտա երկրի